Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, իմ հյուրն է ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Պարոն Պետրոսյան, Հայաստանում շարունակվում է չինական եւ հիմնականում էլեկտրական մեքենաների սրընթաց աճը։ Համեմատաբար քիչ գումարով նոր մեքենա գնելը շատերին է մղում դիմել չինական ավտոարտադրողների օգնությանը։ Դրան գումարվում են նաև մեր երկրում գործող արտոնությունները, կարմիր գծեր, ներմուծման այդ մաքսատուրքերը, շուկայի կառուցվածքի նման փոփոխությունը, ինչ կտա մեզ առհասարակ, սա դրական միտում է, թե բացասական երևույթ է։ Իրականում շատ կարևոր հարց է, եթե մենք հարցին անդրադառնանք մի քանի մակարդակով, շուկայի կառուցվածքում բնականաբար էական փոփոխություն է տեղի ունենում եւ բնականաբար չինական մեքենաների տոկոսը աճում է, մի բան, որը թերևս 5 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ հայ ավտոսիրողը կարող է համակերպվել չինական ավտոմեքենա վարելուն, որովհետեւ բոլորս մենք գիտենք, որ գերմանականից լավը չկա, ճակերտավոր, կամ ճապոնականից կամ ինչ-որ նմանատիպ ավանդական, այսպես ասած, ավտոբրենդներից։ Ստեղ իրոք կարևոր դեր է խաղացել այդ քաղաքականությունը, մեր պետության որդեգրած մաքսատուրքերի արտոնությունը, ավելացված արժեքի արկի արտոնությունը, որը էականորեն թույլ է տվել վերջնական արժեքը այս պարողի համար այդ ավտոմեքենաների նվազեցնել, որտեղ մենք գիտենք մանավանդ առաջին շրջանում ավտոմեքենաների էլեկտրականի հետ գալու ինքնարժեքի այդ մեքենաները շատ ավելի բարձր կան սովորական ավտոմեքենաների գինը եւ նրանք ըստ էության եթե մնային բաց մրցակցային դաշտում բավական քիչ սպառում կունենային, որովհետև ակնհայտորեն կզիջեին առաջին հերթին գնով ավանդական ավտոմեքենաներին, առավել ևս այն պարագայում, որ Հայաստանի ավտոշուկան երկար տարիներ ձևավորվել է հիմնականում երկրորդական ավտոմեքենաների հաշվին, ոչ թե նոր։ Նույնիսկ պաշտոնական ներկայացուցիչների, բոլոր պաշտոնական ներկայացուցիչների վաճառած մեքենաների թիվը ըստ էության 10-12%-ն է կազմել ամբողջ վաճառքի ծավալի երկար տարիներ, ինչը արդեն անառողջ թիվ է։ Եվ եթե դա էլ լիներ, ըստ էության այդ անցումը դեպի էլեկտրական շարժունակություն տեղի չէր ունենա։ Հիմա էլ կարծում եմ դեռևս վերջնական ասել, որ սպառողական այդ մոդելը ավտոմեքենաների անմիջապես եւ անշեղերի թեքվել է դեպի էլեկտրականը, այդպես չէ, որովհետեւ այնուամենայնիվ կան հարցեր մեքենաների որակի, տեխսպասարկման, պայուսնամասերի արկայության եւ նմանատիպ այլ հարցերի հետ կապված, անվտանգության, ինչի՞ չէ, որովհետեւ մեքենան յուրաքանչյուր ավտոմեքենա անկախ նրանից չինականա թե չինական չի, նորա թե հինա, որոշակի օրենսդրական դաշտում կարգավորումների վերահսկողության եւ նաեւ պրոցեսների առարկա է եւ կան եւ հայկական օրենքներ կան ԵԱՏՄ-ում ձևավորված օրենսդրական փաստաթղթեր, որոնց առկայությունը բնականաբար ստիպում է որոշակի մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր ներմուծված ավտոմեքենային։ Եթե այդ ամեն ինչը հաշվի առնենք, մենք այս պայդերությամբ այնուամենայնիվ ունենք խնդիր պարկի ոչ բալանսավորված լինելու տեսանկյունից, որովհետև մեր, այսպես ասած, բոլոր ավտոմեքենաների պարկում, որը մոտ 800,000 կարող է լինի, այս բային նույնիսկ մի փոքր ավել։ Կարծեմ 900 մի քիչ ավելի շատ, ես ռեալ շահագործվող ավտոմեքենաների մասին եմ ասում, որովհետև իրականում հաշվառումների թվով կարող ավելի շատ լինեն, քան իրական շահագործվող ավտոմեքենաները։ Այդտեղ մենք ունենք եւ լիովին նոր այս գեր ժամանակակից նոր մեքենաները ունենք միջին տարիքի Ամերիկայից ներմուծված հիմնականում Ամերիկայից վերջին տարիներին աչխեկի արգելքից հետո այլևս Ճապոնիայից ներմուծումը դից կանգնեց, բայց այնուամենայնիվ կան այդ միջև 10-12 տարեկան ավտոմեքենաները վթարված եւ համաշխարհային անպայման չի նույնիսկ վթարված, բայց ցանկացած պարագայում այդ կլասի մեքենաները եւ կան միջայտ արդեն ներմուծված շատ էժան են Եվրոպայից ներմուծված բոլորից արդեն մեմ դառացած, ասենց ասենք պիտակավորված օպելները, որոնք իրականում շատ լավ մեքենաներ են ըստ էության, բայց հաստատել վարկաբեկվել են։ Հա, ցավոք սրտի վարկաբեկվել են, բայց ցանկացած պարագայում ասած ասենա, որ պարկը մեր միատար չի եւ նաեւ միատար չի առաջին հերթին տեխնիկական որակի տեսանկյունից, հա, այսինքն տարիքայինը կարող է դրամաբանական է, որ
պարկում կան տարբեր տարիքի ավտոմեքենաներ, բայց կան երկրներում էլ կա ամեն։ Այո, բայց կան ծագումնաբանական, այսպես ասած, խնդիրներ այդ մեքենաների, ինչը դժվարեցնում է տեղ սպասարկումը, տեղ զննման անցկացումը, ազդում է բնականաբար շատ հաճախ որոշումներ կայացնողների այդ որոշումների վրա, որովհետև ակնհայտ է, որ եթե ստվար զանգված բնակչության վարում է այդ մեր նշած օպելները, ենթադրենք, հա, եթե դու ինչ-որ հարց բարձրացնես այդ խնդիրը լուծելու, դու որոշակի առումով այդ մարդկանց ճակերտավոր ոտքը տրորելու ես եւ դա բնական է որոշակի սոցիալական ազդեցություն կարող է ունենալ, դժգոհության տեղիք տա, դրա համար որոշումների կայացման վրա ազդում է, այո, շատ խնդիրներ կան։ Հետաքրքիր է, շատերին է հետաքրքրում այս հարցը էլեկտրական մեքենաներ գնելու առումով, շատերը մտածում են, որ դրանք դեռ շատ հում վիճակում են, որովհետեւ այսօր նրանք մի կլորի գումար վճարեն եւ այդ մեքենաները ձեռք բերեն։ Ձեր կարծիքով ինչ խնդիրների առաջ նրանք կարող են կանգնել, օրինակ 3 տարի կամ 5 տարի հետո այսօրվա նոր մեքենաների տերերը, դրանց սպասարկման առումով, պահեստամասերի եւ առասարակ որակի։ Ինչ տեխնիկական վիճակում նրանք կլինեն 5 տարի հետո։ Դժվար է բնականաբար կանխատեսել, թե վերջնական ինչ վիճակում կլինի կոնկրետ ամեն Իսկ դուք համամիտ եք այն պատմանդ, որ դեռ հում են այդ մեքենաները, որպեսզի գլոբալ այո կա նման խնդիր, որովհետև ընդհանուր առմամբ, եթե մենք վերցնենք ոչ թե կոնկրետ ինչ-որ մի մեքենա, որը կարող է արդեն, չգիտեմ, 1 միլիոն վազքել ունենա եւ մեծ հաշվով խնդիր չունենա, որպես նոր ձևաչափ ավտոմեքենայի, նոր տեսակ ավտոմեքենայի, բնական է ընդհանուր վազքը բոլոր ավտոմեքենաների էլեկտրական էականորեն անգամներով, 100 անգամներով ավելի պակաս է, քան սովորական ներքին այդպես շարժիչով ավտոմեքենաների վազքը եւ բնական է արտադրողները նույնիսկ իրանք շատ հաճախ իմպորտից էլ որպես այդ ոլորտի մարդ շատ հաճախ ավտոարտադրողի հետ երբ որ շփվում ես եւ ինչ-որ խնդիր ես բարձրացնում էլեկտրական ավտոմեքենայի հետ կապված, հա, տեղ սպասարկման, ավտոարտադրողը ինքը որոշակի անակնկալի է, այսպես ասած, գալիս, որտեղ երբևէ նման խնդրին չի առնչվել եւ իրենի ժամանակա պահանջում այդ խնդիրը մի հատ դաշտում ինժեներական թիմի հետ, ծրագրավորողների թիմը բնականաբար այնտեղ աշխատում է, որովհետեւ այլ տեսակի ապրանք է էլեկտրական ավտոմեքենան։ Միջև այդ խնդրի լուծումը գտնում են։ Այն պարագայում, եթե կոչված մանկական հիվանդությունների դասական հա ճիշտ ձևակերպումը դա, որտեղ դեռևս ինքը ապրանքատեսակը չի ասի հումա, միգուցե լավ չի հնչում են առումը, որ կարող է սխալ տպավորություն թողնի, մեքենան իրենք պատրաստ են շահագործման եւ կարող են շահագործվել, բայց ցանկացած պարագայում կարող են եւ հաճախ հանդիպում են խնդիրներ, որոնք ըստ էության նույնիսկ ավտոարտադրողի համար նոր են։ Էլ չասած, եթե դու մնացել ես առանց լրացուցիչ որոշակի օժանդակման ավտոարտադրողից, այդտեղ ուղղակի ուզում եմ ոնց որ մենք տենց եկանք թեմային ինչի եւ որտեղից ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենա, մանավանդ եթե էլեկտրական ավտոմեքենա եք ուզում ձեռք բերել, խնդիրն այն է, որ այսպես շուկայում երկու ուղղություն կա ներմուծման էլեկտրական ավտոմեքենա, նույնիսկ 3, եթե մենք բաժանենք, հա, կան էլի այդ ավանդական Ամերիկայից եկող դրանք հիմնականում Տեսլաներն ու Վոլտերն են, որոնք որոշակի ծավալ եւ կվոտաներից գործող եւ ընդհանրապես ավտոմեքենաների այդ ծավալի մեջ վերցնում են, այնտեղ ձեր ասած են խնդիրը կա, որ ԽՓԱ-ից ջարդված վերանորոգված մեքենաներ են գալիս առանց որակի եւ անվտանգային այդ չափորոշիչների ականորեն ստուգման եւ վերահսկման եւ մյուս հիմնական ուղղությունը մեքենաների դա Չինաստանն է, Չինաստանից եկող մեքենաներն են, այնտեղ էլ կա երկու տարբեր, այսպես ասած հոսք, որը գալիս է պաշտոնական ներկայացուցիչների միջոցով Հայաստան, անմիջապես գործարաններից գնվող մեքենաներն են, որոնք ըստ էության բոլորը գրեթե կամ նրանց մեծ մասը արտադրված են մեր տարածաշրջանի համար կամ գոնե ոչ չինական, եվրոպական կամ արտասահմանյան ինչ-որ շուկաների համար, դա ազդում է եւ որակի վրա ավտոմեքենայի եւ ազդում է կոմպլեկտացիայի վրա եւ այլ տարատեսակ չափորոշիչների վրա եւ կան մեքենաներ, որոնք պարզապես չինական ներքին շուկայից են ներմուծվում, շատ ավելի միգուցե էժան գներով, քան ստեղի պաշտոնական ներկայացուցիչներն են վաճառում, բայց պետք է հաշվի առնել, որ Չինաստանում պահանջները ավտոմեքենաների նկատմամբ անվտանգային կլինի, որակական կլինի կամ նմանատիպ այլ բան շատ ավելի ցածր են, քան Եվրոպայում, քան եւ Ամերիկայում։ Իսկ Հայաստանում գործում է ԵԱՏՄ-ի օրենքը, որը մեծ հաշվով նմանալ է Եվրոպական միության օրենքներին։ Այստեղ մի քիչ այլ ցավալի հարց կա, որքանով է վերահսկվում
այդ ամեն ինչը բոլոր հարցերում է դա այտենց։ Դրա համար ես չեմ ուզում դրան անդրադառնալ, որտեղ մենք մի այլ թեմայի մեջ կմտնենք, հա։ Ես նայում եմ ավտոմեքենայի որակի տեսանկյունից եւ այստեղ մենք ունենանք նորից ինչ որ ձևի կապելով նախորդ հարցին, ավտոպարկի մեջ միգուցե կունենանք նույն մեքենաներից տարբեր ալիքներով ներմուծված եւ տարբեր որակական չափորոշիչներով եւ տարբեր ճակատագրերով։ Բացի դրանից մեքենան, որը ներմուծվել է պաշտոնական ներկայացուցիչի միջոցով, բոլոր իմ նշած խնդիրներով հանդերձ, հա, որովհետեւ նոր մեքենա է, նույնիսկ ներկայացուցիչը ինքնին շատ հաճախ դժվարանում է որոշ խնդիրներ արագ լուծել գոնե, բայց գոնե լուծում է ինչ որ մի ձևի։ Երբ որ հաճախորդը, սպառողը, ավտոսիրողը մնում է միայնակ իր ավտոմեքենայի խնդիրների հետ, ստիպված է լինում դիմել այլ ինչ որ աղբյուրների խնդիրների լուծման, հա, եւ բնականաբար երաշխավորել, որ այդ աշխատանքը ճիշտ է արվում, երաշխավորել մի միջամտությունը չի հանգեցնում մի այլ խնդրի առաջացման, շատ բարդ է, որտեղ ներկայիս ավտոմեքենաները էլեկտրական, նորից շեշտենք, իրանք ես հաճախ ասում եմ, կիսով չափ են ավտոմեքենա։ Մյուս կիսով չափով իրանք էլեկտրոնային սարքավորում են, ոնց որ մեր հեռախոսները, մեր համակարգիչները, անվավոր գադջետներ են, ինչպես իմ ասում են։ Այո, անվավոր գադջետներ են ու տենց էլ կան։ Ի տարբերություն ուղղակի այլ գադջետների, հեռախոսների, չգիտեմ, համակարգիչների կամ նմանատիպ այլ բաների, մենք մեր կյանքը այնուամենայնիվ վստահում ենք այդ գադջետներին եւ եթե ծրագրային ինչ որ խոտան լինի, ինչ որ միտումնավոր կամ ոչ միտումնավոր, այդտեղ նաեւ մի այլ խնդիր կա, որի շուրջ էլի կարելի է առանձին խոսալ, դա այդ ծրագրային ապահովումն է, անվտանգությունը էլեկտրական մեքենաների, որովհետեւ մենք հաճախ խոսում ենք, որ մեր համակարգիչներն են կոտրում, մեր հեռախոսներն են կոտրում, բայց պատկերացրեք, որ կոտրել են ձեր ավտոմեքենան եւ դուք այլևս այդ թանկարժեք մեքենային, որը վճարել եք, կամ չեք կարող շահագործել, կամ ավելի վատ ինչ որ հայտնվում եք մի իրավիճակում, որտեղ մեքենան անկառավարելի է, դուք մեջն եք, ընտանիքը մեջն է, մարդկա մեջ ու ոչ մի բան չեք կարող անել։ Ես նույնիսկ դեպքեր գիտեմ, երբ մեքենան բակում կայանած ինքն իրեն գործի է դրվել շարժիչը էլեկտրական մեքենան այդ ծրագրային խոտանի պատճառով եւ շարժվել է եւ տերը մի կերպ կարողացել այդ մեքենան կանգնեցնել։ Իհարկե Հայաստանում չի եղել, ամեն դեպքում այդ երևույթը կա։ Շատ լավ, իսկ ինչ պետք է անեն այս պայմաններում ավանդական հայտնի, մեզ հայտնի բոլորիս հայտնի բրենդները, եվրոպական, ճապոնական, ամերիկյան, որոնք հիմնականում բենզինային, ինչպես գիտենք, մեքենաներ են արտադրում։ Նրանք այս պայմաններում կկարողանան դիմագրավել այդ չինական ավտոպրոմի էքսպանսիային, եթե այսպես ասենք, հատկապես Հայաստանի նման փոքր շուկայի պարագայում։ Տարանջատենք, հա, սկզբունքորեն, հա, ավտոարտադրողի դաշտում, եթե նայենք խնդիրը, արդեն լուրջ խնդիր ունեն ավանդական արտադրողները, որովհետև շատ մի պարզ պատճառով առաջին հերթին, որովհետև իրենց սպառման հիմնական շուկան եղել է Չինաստանը։ Եվ երբ որ Չինաստանի ներքին շուկան, որը միլիոնավոր ավտոմեքենաներ է տարեկան սպառում, փոխվում է, անցում է կատարում ավանդական բոլորիս իրար, չգիտեմ, ճապոնական, գերմանական, ամերիկյան, այլ կորեական բրենդերից դեպի ներքին չինական բրենդեր, ակնհայտ է, որ բոլոր բրենդերի վաճառքները Չինաստանում ընկնում են, իսկ անցումը Չինաստանում ակնհայտորեն դեպի էլեկտրական ավտոմեքենաներն են, ոչ թե նույնի բենզինայինի, հա, տարբերակներին, հիմնականում անցումը դեպի էլեկտրական ավտոմեքենաներ, նշվում է հիմնական շուկան այդ ավանդական ավտոարտադրողների sense tenants նվազում է, մենք դեռևս հələ չենք խոսում գլոբալ տեխնոլոգիական տարբերությունների մասին։ Եվ այստեղ իհարկե շատ լուրջ խնդիրներ ունեն, դրա համար եւ շատ ավտոարտադրողներ հենց իրենց բրենդերով այս չինական շուկայի համար արտադրում են ավտոմեքենաներ հենց էլեկտրական, որը ուրիշտեղ ոչ միտեղ չեք տեսնի, դա կլինի բոլորիս հայտնի մեզ մոտ հաճախ հանդիպող Volkswagen-ը, վերջերս նաև Toyota-ն, Mazda-ն բրենդեր, որոնք ավանդական ավտոմեքենաների մեջ են, Mercedes-ները բնականաբար, որոնք ավելի շատ տարիներ եւ տասնամյակներ շարունակ կենտրոնացած են եղել բարձր տեխնոլոգիական ավտոմեքենաներ, ինժեներական բարդ լուծումներ պահանջող ավտոմեքենաներ արտադրելու վրա, այժմ ստիպված են անցում կատարել դրան։ Լուրջ խնդիրներ կա, շուկան համաշխարհային տեսանկյունից իհարկե էականորեն փոխվում է, եւ եթե չկարողանան այդ ավանդական բրենդերը միավորվել եւ որոշակի միասնական քաղաքականություն որդեգրեն չինական էքսպանսիային կամ չինական այդ ագրեսիվ մարտավարությանը դիմակայել լուրջ խնդիրներ կունենան եւ Եվրոպայում այդ process-ները արդեն գնում են, որովհետեւ այլընտրանք նույն բրենդերը չեն տեսնում։ Ինչ վերաբերում է հայաստանյան շուկայում, բնականաբար այլ ավելի էական է խնդիրը եւ ավելի
ցայտուն, որովհետև վերադառնալով օրենսդրական եւ վարչարական այդ կարգավորումներին, ըստ էության, եթե բարձ խոսենք, այն բոլոր մեքենաները, որոնք ոչ պաշտոնական ալիքներով են ներմուծվել Հայաստան, իրենք առնվազն գոնե սերտիֆիկացման process պետք է անցնեն օրենքին համաձայն, բայց չեն անցնում եւ բնականաբար դա թույլ է տալիս նվազեցնել գինը, շուկայի ահագին մեծ ծավալ գնում է դեպի այդ ավտոմեքենաները, իսկ այն մեքենաները, որոնք պետք է վաճառվեին, օրինակ տաքսի սերվիս է, թե վերցնենք օրինակ, այս ցայտուն օրինակ, հա, առաջ կար որոշակի բրենդեր, որոնք արդեն ձևավորվել էին որպես տաքսի բրենդեր, հա, անուններով նույնիսկ կարող ենք ասել, դա Kia-ը, Renault-ը, կային բրենդեր, որոնք Nissan-ի որոշ մոդելներ, իրենք ավանդական տաքսի ավտոմեքենաներ էին եւ այդ կորպորատիվ պարկում շատ մեծ տեղ էին զբաղեցնում, նոր մեքենաների մասին է խոսքը։ Այժմ այդ բոլոր մեքենաները այլևս հնարավորություն չունեն վաճառում, որովհետեւ բոլորը ասում են շինական, որովհետեւ էլեկտրական մեքենայի ծախսը ճակերտավոր 1 կիլոմետրի վազքի համար ավելի քիչ է, բիզնեսի մեջ ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում տնտեսվարողի համար, այսինքն գոնե այդ մասով էականորեն փոխվում է։ Այստեղ որոշ օրինակներով, եթե ասենք, բոլոր այն ավանդական բրենդերը, որոնք ունեին արդեն որոշակի ենթակառուցվածք ավտոմեքենաների վաճառելու, իրենց շատ հեշտ է նաև այլ մի հատ ինչ-որ չինական բրենդի հետ մտնել համագործակցության մեջ, դառնալ այդ չինական ապրանքանիշի ներկայացուցիչը եւ ոնց որ պորտֆելը բրենդերի իրենց հարստացնելով, դիվերսիֆիկացնելով այս շուկայի պահանջներին համարժեք առաջարկներ անել։ Բոլորը գրեթե նույն ճանապարհով են շարժվում, այսինքն կային ավանդական խաղացողներ այս շուկայում, որոնք տասնամյակներ շարունակ Հայաստանում ավտոմեքենաների վաճառքով են զբաղվում, իրանք անցում են կատարել նմանատիպ մոդելների, հա, կան իհարկե բրենդեր, որոնք այլ ուղղություն են ընտրել, շարունակում են առաջնորդվել իրենց, այսպես ասած, գործընկերոջ քաղաքականությամբ, եթե այդ քաղաքականությունը ենթադրում է էլեկտրական ավտոմեքենաների ներմուծում, հա, այսինքն մոդելային շարքը հարստանում է էլեկտրական մեքենայով, իրանք շարունակում են այդ էլեկտրական մեքենան ստեղ վաճառել, եթե ոչ, բայց դա բնականաբար էականորեն ազդում է շուկայական թվերի վրա, ծավալի վրա եւ բիզնեսները իրոք կարող են լուրջ խնդիրներ ունենալ։ Սերտիֆիկացումից խոսեցիք, այստեղ հետաքրքիր է, ես ուզում եմ այս հարցը կապենք մեկ այլ խնդրի հետ, մեր համար շատ ակտուալ խոսքը վերաբերում է քաղաքում ահռելի խցանումների մասին եւ վերջերս իշխանությունները նույնիսկ ակնարկում են որոշակի ըստ անհրաժեշտության որոշակի դժվար լուծումների ակնարկ են անում կարող ենք այստեղ հասկանալ այդ մեքենաների հոսքի սահմանափակումը եւ մասնավորապես սերտիֆիկացման միջոցով, եթե նման որոշում կայացվի, կկարողանան Հայաստանում հնարավոր կլինի այդ քաղաքական, հա, այսպես կամքը դրսևորել եւ նման խստացումների միջոցով, օգտակար, բայց խստացումների միջոցով որոշակի սահմանափակում մտցնել, որը եւ մեքենաների հոսքը կկրճատի եւ արդեն եղած ավտոպարկի որակը կբարձրացնի։ Նայեք, շատ կարևոր բան ասացիք այս առումով, որ քաղաքական կամք է պետք, տրանսպորտային խնդիրները ընդհանրապես առանց որոշակի քաղաքական կամքի լուծելը անհնար է եւ ուզենք թե չուզենք այդ քաղաքական կամքի արդյունքում կայացված որոշումներ եւ դրանց իրականացումը ցավոտ են լինելու։ Ինչ լուծում էլ ընտրվի, այդ լուծումը որոշակի ժամանակահատվածում ցավոտ է լինելու, դա կլինի հոսքի սահմանափակումը դեպի քաղաքային կենտրոն, հա, նոր հոսքագծերի, տրանսպորտի համար առանձնացված հոսքագծերի ներդրումը ոնց որ հիմա տեսնում ենք, հա, լինի նույնիսկ այդ տոմսերի, հա, վաճառքի համակարգը ինքը ցավոտ է լինելու, այստեղ կարևորը որ կոմունիկացիան ճիշտ տարվի մարդկանց հետ, թե որ որոշումը ինչի համար է կայացվում եւ ինչ տեսականորեն բարի փոխումներ եւ ինչ դրական արդյունքներ կարող են զգալ մեր համակարգացիները այդ փոփոխություններից հետո եւ ակնհայտորեն պետք է այն մեսեջը տևի, որ ոչ մի լուծում արագ չի աշխատում։ Նույնիսկ ամենախելացի եւ լավ ճիշտ հաշվարկված լուծումը աշխատելու է եւ արդյունքները ցույց է տալու տրանսպորտի համակարգում ամիսներ, լավագույն դեպքում ամիսներ, շատ հաճախ տարիներ անց։ Դա բոլոր այն քաղաքները, որտեղ անցել են նույն ճանապարհով,
որոնց հետ հիմա մենք փորձում ենք համեմատվել, լինի Փարիզը, Ամստերդամը, չգիտեմ, եվրոպական քաղաքները հիմնականում, որտեղ մենք կարծում ենք, որ տրանսպորտային խնդիրը լուծված է։ Հիմա վերադառնալով թե ինչ մեխանիզմներով կամ այդ սերտիֆիկացման խնդիրը կօգնի դրան, թե չի օգնի։ Ըստ էության ինքը եթե արդեն գործարկված լիներ, շատ հավանական է, որ մենք այսօր մի փոքր այլ պատկեր ունենայինք մեքենաների քանակի թվով մեր փողոցներում։ Այստեղ կարող է որ դա ոչ թե լուծում է միայն տրանսպորտային խնդրի հարցը, սերտիֆիկացման հարցը էականորեն անվտանգության վրա է ազդում։ Այդ մեքենաները պետք է անվտանգ լինեն, պետք է համապատասխանեն որոշակի ստանդարտին։ Ձեր ասած օրինակը, որ մեքենան ինքն իրան շարժվում գնում է, պետք է վստահ լինես, այսօր շարժվում է, վաղը կարող է ինքն իրան հրկիզվի, չգիտես, հազար ու մի բաներ կարող են տեղի ունենալ մեքենա հետ, որի պատասխանատուին ի վերջո դու պետք է գտնես։ Եթե դու պաշտոնական ներկայացուցիչ ունի այդ բրենդը ստեղ, դու ինքն է վաճառել այդ մեքենան, դու որպես պետություն, վերահսկող մարմին, տեխնիկական անվտանգության մարմին, կարող ես գնալ այդ մարդու դուռը ծեծել, ասել մի հատ ցույց տես, ինչ մեքենա ես բերել, ով է սրա պատասխանատուն։ Ես որպես Հայաստանի Հանրապետություն, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վնաս է հասցվել այս վթարի, կամ ինքնավթարի հետևանքով, ես կարող եմ գնալ պայմանական այդ ավտոարտադրողի հետ, մտնել որոշակի դատական process-ի մեջ, պահանջների մեջ եւ ասել, որ փոխհատուցում ստանալ։ Եթե մեքենան ներամուծվել անվերահսկելի եղանակով, մենք որպես պետություն նույնիսկ չունենք այդ լծակը, ու մնաց մարդը ինքնին ունենա դա։ Այսինքն դա շատ կարեւոր է մի քանի տեսանկյունից, այդ թվում տրանսպորտային խնդիրը լուծելու տեսանկյունից։ Հիմա եթե նորից նայենք մի քիչ ավելի գլոբալ, Հայաստանում շրջանառվում է էլեկտրական շարժունակության անցման ռազմավարությունը, այսինքն ռազմավարությունը, որը պետությունը որդեգրում է, որպեսզի խթանի էլեկտրական տրանսպորտի զարգացումը, այսինքն նենց անել, որ մարդիկ ավելի շատ էլեկտրական ավտոմեքենաներ գնեն եւ մեծանա տոկոսային թիվը, էլեկտրական ավտոմեքենաների մեր պարկում։ Ցավոք սրտի այդ ռազմավարությունը չի ենթադրում, թե ոնց անենք, որ հին մեքենաները դուրս գան ավտոպարկից, որովհետև ինչպես այն նախորդ հարցին ձեր պատասխանելուց ասացի, մեր ավտոպարկում ուղղակի գալիս են այս մեքենաները եւ ավելանում են մեր ավտոպարկին։ Դա է որ գալիս են, բայց հները չեն գնում, այսինքն քանակը շարունակում է մեծանալ։ Նախ քանակն է շարունակում մեծանալ, այո, եւ որակական վերահսկումն է անհնարին դառնում այդ պարկի։ Դրա համար եմ ասում, որ որոշակի ռեստրիկցիոն, այսպես միջոցներ են պետք, ինչ որ պահի այս հոսքը կարգավորելու։ Միանշանակ իմ ասածն էլ հենց դրան է տանում, որ այդ նույն սերտիֆիկացումը, եթե մենք դիտարկենք ոչ թե պատժիչ, այսպես ասած, գործոն մեխանիզմ, որտեղ ինքը պատժիչ չի, հակառակը ինքը դրական մեխանիզմ է, որը միանգամից երկու խնդիր է լուծում, ինքը խնդիր է լուծում եւ անվտանգային առումով, եւ խնդիր է լուծում ձեր ասած մեքենաների հոսքի կառավարման։ Դա շատ կարեւոր է, որ ներդրվի։ Իսկ ինչքան ուշ է ներդրվում, այդքան այդ լուծումները էլ ավելի ցավոտ են լինելու, որովհետեւ էլ ավելի շատ մարդ սովորում է, որ այս ձևաչափի ճանապարհներով մեքենաներ են ձեռք բերածելու։ Դա իր հերթին զուտ նայեք, նույնիսկ մեր կենցաղում, մենք սովորենք, որ մենք պետք է մեքենայով մտնենք, այստեղ կանգնենք, այնտեղ չկանգնենք, այստեղ կարելի է, այստեղ չի կարելի։ Երբ որ դու մեքենայի ղեկին նստում ես ու մի ամիս տեկուս վարում ես մեքենան ու արդեն ըստ քեզ բոլոր ծակուցուկերը, քաղաքի գիտես որտեղ կանգնես, որտեղ չկանգնես կամ որտեղ կարող ես այս անել, այն անել, յուրաքանչյուր բան, որ արդեն այդ քո մի ամսվա սովորությունները խախտելու է, քո համար ցավոտ է լինելու։ Ինչքան շուտ դա արվի, այդքան ավելի արագ մենք կարող ենք այդ խնդիրը լուծել։ Բայց կարևորը, ինչպես նաև նորից ասացի, այդտեղ չակնկալել վարկենական լուծումներ, ավելին, սա նույնիսկ ամենաճիշտ որոշման դեպքում հավանականությունը, որ այդ որոշումը ճիշտ չի լինի, շատ մեծ է ու ոչ միայն Հայաստանում, շատ տեղերում է այդպես, որովհետև շատ դժվար է մոդելավորել տրանսպորտը, որտեղ ինքը շատ խաոտիկ համակարգ, ամենաբարդ պլանավորվող, մի քանի անհայտներով հավասարում է ըստ էության, մի քանի հազարավոր, 100,000-ավոր անհատներով էլի։ Պարոն Պետրոսյան, իսկ եթե էլեկտրական մեքենաների թիվը շարունակի բարձրանալ, Հայաստանի էլեկտրական հզորությունները բավարարում են այս պահանջին, թե զուգահեռ նաև պետք է սրա մասին մտածել։ Էներգետիկ հզորությունները։ Տարանջատենք էներգետիկ հզորությունները այլ ենթակա, լիցքավորման ենթակառուցվածքներից, կարող եմ վստահ ասել, որ մեր էներգետիկ ռեսուրսները միանշանակ բավարար են, բավական հաջող անցում կազմակերպելու համար, հաշվի առնելով նաև վերջին տարիներին այդ արևային էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը եւ
արդեն մենք շատ հաճախ լսում ենք, որ մեր համակարգը ուղղակի չի հասնում սպառել այնքան էներգիա, որքան մեր արևային կայանները արտադրում են եւ լինեն եւ արդյունաբերական կայանները եւ կենցաղային, որոնք մարդիկ իրենց տանն են օգտագործում։ Իսկ էլեկտրական ավտոմեքենաները կարող են ոչ միայն չեն կարող ոչ միայն տուժել այդ process-ից, այլ նաև կարող են օգնել հակառակը, որ այդ էներգետիկ համակարգը ավելի լավ աշխատի, սպառվի, որովհետև մենք հաճախ խոսում ենք, որ մենք շատ էներգիա ենք արտադրում եւ չգիտենք ինչ անել, էներգիան կորում է, եթե չես օգտագործում, պետք է մտածես որտեղ կուտակ է, ապահովել էներգաբալանսը։ Այո, կուտակիչներ են, պատկերացրեք յուրաքանչյուր ավտոմեքենա առնվազն 60 կիլովատ կուտակիչ է։ Եթե մենք այս բանը ունենք 25000 ավտոմեքենա էլեկտրական, ասենք ագին մեգավատներով արդեն մենք կուտակիչներ ունենք մեր տրամադրության տակ, որպես էներգետիկ համակարգ եւ պետք է ճիշտ կարողանալ կազմակերպել դրանց կապը ավտոմեքենաների, էլեկտրական ավտոմեքենաների պարկի եւ էներգետիկ համակարգի։ Ինչի միջոցով է դա արվում լիցքավորման ենթակառուցվածքների միջոցով, ակնհայտ է, որ տանը ես կարող եմ դնել 2-3 կիլովատ հզորությամբ, 7 կիլովատ հզորությամբ ամենաշատը լիցքավորիչ, բայց դա բավարար չի, որ ես կարողանամ կարգավորել էներգետիկ համակարգը եւ եթե մենք ունենանք բավարար չափով հասարակական լիցքավորիչներ, դրանց կարելի է ճիշտ կառավարելու պարագայում, օրինակ նույն ձևի արվում է Ամստերդամում, երբ օրվա ժամերից կախված, եւ էներգետիկ համակարգի եւ լիցքավորման ցանցերի զուգահեռ աշխատանքի շնորհիվ ճիշտ այդ բալանսավորումը սպառման եւ ազատ հոսանքի կարգավորումը ավտոմատ, նույնիսկ առաջ միջնորդավորման ինչ որ մարդը, որտեղ օրինակ դուք սովոր եք ձեր էլեկտրական մեքենան կարող է 70 կիլովատ հզորությամբ լիցքավորվի, ենթադրենք, բայց որոշակի ժամերին ձեզ այդ լիցքավորիչները չեն տալու այդքան հոսանք այդ հզորությամբ, որտեղ համակարգում չկա եւ հակառակը ինչ որ պահերի դուք գիտեք, որ այս ժամերին ձեզ պետք է գնալ եւ լիցքավորվել, որովհետեւ այդ ժամին ազատ հոսանք կա։ Գնի հաշվին դա արվում է, այդ հասանելի ժամերին գինն է ավելի ձեռնտու եւ մարդ շագրգռված է գնա ավելի էժան հոսանքով լիցքավորի իր ավտոմեքենան, բավական բարդ համակարգային մոտեցում պահանջող խնդիր է, եւ եթե նայենք այս իմ հիշատակած ռազմավարությանը, այնտեղ հպանցիկ են նմանատիպ հարցերին անդրադառնում ավելի շատ բարի ցանկությունների մակարդակով, ռեալ ինչ որ գործողությունների դեռևս այդ ամեն ինչը չի հանգեցնում, ցավոք սրտի, բայց համոզված եմ, որ մեր էներգետիկ համակարգը, հոսանքի արտադրման համակարգը ոչ միայն կարող է, այլ շատ նաև ուրախ պետք է լինի, որ նմանատիպ քանակությամբ էլեկտրական մեքենաներ կան, այստեղ հարցը այդ լիցքավորման կայանների ցանցի մասին է, աշխարհում գրեթե երկիր չկա, որտեղ հասարակական լիցքավորիչների թիվը բավարարում է իրանց էլեկտրական մեքենաներին։ Ոչ միտեղ չկա։ Հայաստանում, որտեղ կտրուկ աճ էլեկտրական մեքենաների, իրավիճակը, ասեմ, շատ ավելի լավն է, քան շատ այլ մեծ ծանոթ երկրներում։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։ Կհանդիպենք։